Առաքինի կին ով կարող է գտնել, նրա գինը ավելի է, քան թե գոհարները, նրա վրա վստահ է իր մարդու սիրտը և շահի կարոտություն չի լինի, նա նրան բարիք կհատուցանի և ոչ թե չարիք իր կյանքի բոլոր օրերում, նա կորոնի բուրդ և քթան և կգործի իր ձեռքի հոժարությամբը, նա վաճառականի նավերին կնմանվի, հեռվից կգա նրա հացը, նա դեռ գիշերն է վեր կենում և իր տան կերակուրը տալիս և իր աղախինների բաժինը:
գործը բաժնեցին, ինչ որ իմ յանքից մեջ era։ Ինչու պիտի բաժնեցին, քանի որ դերը գսե իմ վգաներս թուգեք։ Ինչ որ դերը գնե մեր յանքի մեջ, կարևոր է որ բաժնեցին, որպեսզի իր անունը փառավորվի, որպեսզի ուրիշներ գիտնան, որ մեր Աստվածը ամենակարող է, մեր Աստվածը Տեր Հիսուս փրկիչ է, եւ ոչ միայն մեղքեր գները, հապա փրկության վստահություն կա։ Գարշ կերպովսեմ ես ծնած եմ հոգևոր ընտանիքի մեջ, իմ հայրս մայրս հավատացյալ էին, ամեն օր վերդան մեջ Աստծո խոսքը աղոտ կար, այդ շունչով մեծա եւ չեմ իշել օրը որ չհավատացի։ Գեհիշեմ բզիկ տարեքս 7 տարեկանին ես եղբայրս անգոնի մեջ օրմուծունգի եկան եւ գիտակ որ Հիսուս փրկիչ է մեր մեղքերը ներեցին եւ անգից մեջ շարունակեցի դարիմը ապրիգեր միսիոնար եկած էր դերս 12-13 տարեկան էի Հելեն Մուրշյան, անոնք որոնք գիտեն, որ ապրիգեր միսիոնար կացած էր, անոնք վկայություն այնքան ասեց ինձ, որ մի ես ալ միսիոնար մի դրնամ։ Եվ չէի գիտեր, որ որ Հայաստան մի կամ, որտեղ տարայով։ Անգես վերջը, բայց ինչ մեծա 15-16 տարեկան, անձնակնություն գնեի, և տեսնեի, որ գիտեի, որ Աստված սուրբ է, և միան սուրբեր ելին կրնան երտար, և տեսնեի, որ մեջ ստեղ կատալարի։ Այո, չեմ կողնար, շնություն չեմ ըներ, չեմ հայոյեր, բայց կնախանցիմ, բայց հվարդություն կա մեջս, գիտեք ներքի մեղքեր, որ մարդ չի տեսներ, բայց թուն գիտես։ Եվ որ սկսա չանալ ինձինք սրպակրել, բայց որ չապ որ գտչանայի, 80 հաճողեի, 20 գծախողեի։ Եվ անոր համար միշտ մեջս ալիվս խաղաղությունս գործն չունեի խաղ, վստահ չէի։ Եվ շատ անգամ ավետարանչական ժողովներն ասան տմած ձերքս կվերցնեի, բայց պամը չեր կողվեր։ Մինչև որ 1973 մարտ 1 անգելտորեն առաջին զավակս ունեցած էի և ամեն մարդ գիտեր, որ ես ապաշխարած եմ։ Իրան անգել, մեջ ապաշխարած էի 7 տարեկանից։ Եվ հավատում էի, և գսիրեի Հիսուսը, և գհավատայի Աստծո խոսքին, բայց ներքին այդ խաղաղություն վստահություն չունեի։ Եվ գփնտրեի։ Եվ շատ հոգևոր քիրքեր կգարթայի, աղոթքի ժամանակ կգայի, և այդ շաբաթ ասեմ, Գիբրոսեն Սամիել եղբայր Խամբատյան եկավ և սերդողություններ ըրավ, և ներկայացուց հավատացյալը, որ ասանք երկու տեսակ կյանք կապի, Աստված և աշխարհ, և վստահություն և այլն, և վերջին օրը և ամեն օր վստի կսկարնեին կերծայի սերդողության, սա վաղը լուծումը բիդամ այս բանի դժվարության, և ես կացի խորեսը պամը բիդեսե, որ ընենք, և ինք բացատրեց, որ Հիսուս ամեն ման խաչին վրա կատարեց, մեր մեղքերուն համար ինքը թողություն ուտա, և հոգևոր և հավիտենական կյանքը նվեր է, գործերեն չէ, և Պողոս Արաքյան դսի անի, ոչ թե գործերեն, որ մեկը չբարձի, և այդ օրներ, որ դերը իմ աչկերս բացա, և հոգիս աչկերը բացա, գիտա, որ Հիսուս ծրիապար ինձի կներ է, կմակրե իր արյունովը, և նույնիսկ եթե նոր եմ մեղք գործեր լանք, որ կգործենք ճշմարտաբար, կարևոր է, որ խոստվանենք, ներում խնդրենք, և սուրբ կյանքեր ապրենք, որպեսզի դեր մեր կյանքերով փառավորվի։ Կվայելենք, մինչ այդ ես երբեմն երբ որ դուրս գայթուն ամքսեմ գիտեք, ես 21 տարեկանից բրդվեցա, ապաշխարեցի։ Եվ 50 տարին ավելի, այս մեջ տղելա, 50 տարի ավելի Աստծո հետ կքարել։ Եվ գիտեմ, որ Հիսուս փրկիչ է, Հիսուս փրկիչ է, Հիսուս մխիթարիչ է, Հիսուս լավագույն փարիգամն է, սկանչելի խորհրդագից է։ Գվայելեմ անորամար կուզեմ ծանիգամ հրանցնել ամենում, որպեսզի մեկը չգործվի, հապա ամենավաշխարան։ Գարջսեմ, դերոջը շնորհքով կացի եկա եւ շատ գարշ պիտի խոսիմ, ուրեմն ուրախությամբ կացի, ցնծությամբ եկա։ Եվ դերը խիստ օրեն, արադորեն օրտնեց իմ հոգիս եւ շատ մեծ ուրախություն էր դերոջը զավակներու հետ դերը վայելել։ Այդտեղ տեսա շատ սուրբերու, նաեւ Հովիկ եղբորը տեսա, Շակեկ քրոջը, Աշոտ եղբորը եւ լիք ուրիշ սուրբեր։ Ինձ գները գավա Հովիկ եղբայրը բարևներ փոխանցել է, բայց չեմ հիշում, ասել է կամ չէ, բայց հաշիվ եք որ փոխանցել է, լավ։ Գարոդով է և իր երազանքը մտքով հոգիով սրտով այստեղ է, թող դերոջը գամքը լա, դեր իրեն առաջնորդ է իր քայլերու մեջ եւ նաեւ ոչ միայն իրը, հապա բոլորիս ար։ Գնամ շատ խոսի, բայց եկեք հիմա մեր աստվածաշունչերը բացենք։ Պիտի խնդրեմ Ղուկաս 24-րդ գլուխը բանանք, պիտի կարդանք 10-րդ համարը մինչեւ 32-րդ համարը։ Ղուկաս
24, 13-ին 32։ Աշակերտներեն երկուքը նույն օրը գյուղ մգերտային, որ Երուսաղեմեն 60 ասպարես հեռու էր, անոր անունը Էմաուս էր։ Անոնք գխոսեին իրարու հետ այս բոլոր եղած անցքերուն վրայ։ Երբ անոնք գխոսակցեին ու խորհրդակցություն գնային, Հիսուս ինքն ալ մոդենալով անոնց հետ կերտար։ Բայց անոնց աչքերը բռնված էին, որբեսի զինք չջանչնան։ Այն ադեն ըսավ անոնց, ինչ են այն խոսքերը, որ քալելով իրարու հետ գխոսակցեի ու դրդմած ալեք։ Խոսակցություն, այս դրդմությունեն ելած խոսակցություն։ Պատասխան տվավ անոնցը մեկը, որուն անունը Գեհովաս էր ու ըսավ անոն։ Դու միան Երուսաղեմ մեջ կաս ու չես գիտեր, թե ինչեր եղան հոն այս օրերուս։ Անալ ըսավ անոնց, ինչ։ Անոնք ալ ըսին իրեն, Նազովրեցի Հիսուսին համար, որ Աստծո եւ բոլոր ժողովրդին առջև կորձով ու խոսքով զորավոր մարգարեմը եղավ։ Ինչպես քահանապետները ու մեր իշխանները մահվան մատեցին զանիգա եւ խաչը հանեցին, իսկ մենք գհուսայինք, որ անիգա էր, որ Իսրայելը պիտի ազատեր։ Այս ամենու վրա այս երրորդ օրն է, որ այս բաները եղան, բայց մեր մեջ են մեկ քանի գիներ ալ մեզ զարմացուցին։ Ինչ գեղեցիկ խոսքը, գիներ, զարմացնող գիներ։ Արդյոք դու այդ զարմացնողներից մեկն ես այսօր մարտի 8-ն է քեղծության օրն է եւ այն շրաշ խոսքեր են անում, էժան ցեվով ուզում են փրկել ծայրներ են տնում բանի վրա։ Այս արդյոք դու այդ զարմացնող քույրերից ես կամ չէ։ Գսե մեր մեջ են մի քանի գիներ մեզ զարմացուցին։ Ինչու զարմացուցին ձեզ, ինչ եղավ, ինչ արեցի, որ դուք զարմացած մնացին։ Անոնք գսե արդու գանող քերեզմանը քացին։ Արդու գանող արտնցող քույրեր։ Դեր օրը չլսունցած։ Գարտնան։ Մեղուի պես, այսօր գարտացինք Արագած 31-րդ գլուխը, քեղեցիկ պատկեր մնա։ Գսե արդու գանող արտնցան, ասոն զարմացող քույրերու մասկա խոսքը։ Իսկ որ զարմացելու բանը չունի, թող քնած մնա։ Սա արդու գանող գսե քերեզմանը քացին, բայց անոր մարմինը չգտնելով եկան ու ասին թե հրեշտակներով դեսիկ տեսան։ Այս քույրերը արդու գանող ելան Քրիստոսին հանդիպելու համար։ Ինչ լավ որ արդու գանող ելենք եւ Քրիստոսը փնտրենք։ Դեր օրը չսկսած, դեր դակնով վրայտուն չսկսած, ամենակեղեցիկ բանը քույրերուն արդու գանող ելելը։ Երբ որ արդու գանող ելեն քույրերը շատերը գզարմանան։ Եվ Քրիստոսի հանդիպելու երբ որ գերտան, այն ժամանակ դեսիրքներ գտեսնեն։ Արդու գանող արտնցած քույրերը Քրիստոսի գերտան դեսիրքները գտեսնեն բաներ, որ ուրիշները չեն տեսներ։ Գտեսնեն հոգևոր բայկարի հաղթանակներ ուրիշները չեն գնալ տեսնել։ Շատ խորը բաներ գասոր մեջ, շատ չեմ ուզել գնալ, տողները զարմացող քույրերու մտքերը լավ բացի, որ հասկանան։ Եվ ըսերը տեսան, որոնք ըսեր են անիգա ողջ է։ Այս զարմացող քույրերը արդու գարտնան դեսիկներ գտեսնեն եւ իրենց կյանքի մեջ գիտեն, որ Քրիստոսը ողջ է։ Բարականերեն չեն վախնար։ Իրենց համար Քրիստոս Աստված մեռած չէ։ Իրենց համար ինչ լավ բարական Քրիստոսը ողջ է։ Իրենք գաբրին ողջ Քրիստոսի է։ Կյանք դվող Քրիստոսի է։ Եվ գսե մերիններն ալ մեկ քաններ ակերեզման կացին ու այնպես կդան ինչպես այն գիները ասին։ Այս զարմացնող քույրերը գիները արդու գարտնան Քրիստոսի մոտ կերտան դեսիկներ գտեսնեն եւ գաբրին այդպեսի կյանքը որ Քրիստոս իրենց կյանքի մեջ կա եւ վկայություն գտան եւ իրենց վկայությունը արժանի վկայություն է կյանք խոսող վկայություն եւ ուրիշները երբ որ գտեսեն կհավատան եւ գսե միայն զինք չտեսան անալսավ անոնց ով անմիտներ ու թուլասիրտներ հավատալու այն բոլոր բաներուն որոնք մարգարեները խոսեցան չէ որ Քրիստոս պետք էր այս չարչարանքները գրել եւ իր փառքը մտներ ու սկսելով Մովսեսեն ու բոլոր մարգարեներեն մեկներ անոնց ինչ որ իրեն համար բոլոր գիրքերու մեջ գրված էր երբ մոտեցան այն գյուղին ուր գերտան ինքնացուցուց որպես թե ավելի հեռու տեղ մը գերտար բայց ստիպեցին ուսին մերքով կեցիր վասնձի իրիգունը մոդը շատ գեղեցիկ երմաջան երբ մոնի չէ իմ քովս կեցիր քիշերը գմոդենա այո
Ան մտավ անոնց հետ, երբ ինք անոնց հետ սեղան նստավ, հաց արավ, օրնեց ու գդրելով տվավ անոնց, այն ադեն անոնց աչքերը բացվեցան ու զինք ջանցան եւ ինք անոնց մի աներևույթ եղավ, իրարու գսեին չէ որ սրտենից մեր ներսիտին գփորփոքեին, երբ ինք մեզի գխոսեր ջամփան եւ քիրքերը գմեկներ։ Դեր օրհնիր խոսքին տերցանությունը եւ թող դերը մեր միտքը այսօր բանա, որովհետեւ իր խորհուրդները գրնանք սորվիլ այսօր եւ սորված մեր դունել երտանք։ Ուրեմն այս հատվածը որ գարտանք ավետարան չբարաբի դեղ չէ գրած։ Մեջը տասեր ունի, տասեր իրենք ունին եւ տասեր նաեւ մենք հալ ունենք այսօր սորվելու։ Բայց մենք գհուսայինք մեծ հույսեր ունենք Հիսուսի վրա, բայց հուսախապ եղան։ Այսօր պիտի նայենք այս երևույթի մասին իրենք գհուսային։ Ուրեմն այս աշակերտներու աչքերը բռնված էին, դեր Հիսուսին չգիտան որ ինքն էր։ Գիտենք Աստծո խոսքի մեջ նաև ուրիշ տեղ է որ աշակերտներու աչքերը բռնված էին։ Օրինակ երբ որ բանանք Հովանու 20-րդ գլուխ 14-րդ 16-րդ համարի մեջ որ կտեսնենք Մարիամ Մագդաղենացին գխոսեր Հիսուսի հետ, բայց չէր գիտե որ ինքն էր։ Աչքը բռնված է, միտքը փակ էր, չէր հասկանում։ Գտեսնենք նաև աշակերտները որ ծնորություն գնային Հովանու 21-րդ գլխի մեջ չէին ճանաչում Հիսուսին, չէին ճանաչում, բայց մենք գհուսային։ Այս սխալ հույսերը, որ իրենց մեջ կար իրենց դրդմության դարաշնորհեր։ Իրենք դրդմած կխոսեին։ Ինչու դրդմած եք, ով աշակերտ, ինչ եղել եք, Յովաս, ինչ է ծեր դա, ինչ ծեր դրդմությունը ինչ էր, որովհետև մենք հուսախապ եղանք Հիսուսին։ Ով Հիսուս մարդու հուսախապ կնե, որովհետև մենք սպասելիքներ ունենք Հիսուսից եւ չհասանք։ Հատվածը որ գարտացին գսե Երուսաղեմեն բան գերտային Էմաուս գերտան Էմաուսը դակ ճուր կնշանակե եթե մենք մի քիչ հայերեն թարգմանենք չերմուկ գերտային այս ժողովուրդը եւ այնտեղ այս խոսակցությունը ունեցան ուրգե ունեցան այս հույսերը սխալ մեկնաբանության պատճառով իրենք սխալ Հիսուսի կսպասեին իրենց քարոզիչները իրենց մեկնիչները Սուրբ Քրոց Բարթաբետները սխալ Քրիստոս կներկայացին ժողովուրդը սխալ Հիսուսի կսպասեին սխալ Մեսիայի կսպասեին եւ աբացուցը լեցուն աբացուցը գնանք ցեզի բերել գնամ Հովանես Մկրտչի հորը աբացուցը բերեմ Սիմեոն Ձերունին Աննա Մարկարի բոլորը կսպասեին բրգիչը որը երկրի վրա թակավորություն պիտի հաստատեր իրենք սխալ Մեսիայի կսպասեին աշակերտներն սխալ Հիսուսի կսպասեին Գիշեր երբ որ աշակերտները միասին վեճ ունեցան իրար մեջ եւ հետաքրքիրը Հոգաս Ավետարան շատ գեղեցիկ քախտիկ մգներգացն Հոգաս 9:46-ի մեջ գսե խորուրդ մտավ անոնց մեջ խորուրդ ուրգից եկավ վերեն ժողքեն ելող խորուրդ նամակ մեկավ SMS մստացան ինչ է խորուրդը ով է մեր մեջ մեծ Մեկը ուզում էր Հիսուսի ասոտակավորության մեջ նախարար լագերի, մեկը վարչապետ, մեկը չգիտեմ ինչ, եւ այս խորհուրդով իրար հետ գվիճային, դեր Հիսուսը ամոթ է, ցես ամոթ է։ Երկրի մեջ իշխաններ կան, որ իրար գդիրեն։ Այս ծեր մեջ այդպես պետք չէ լա։ Ով որ ուզե ծեր մեջը մեծը լա, պետք է ծեր ոտքերը լվա։ Այսեք երկնքի տակավորության հիմքերը ասոնք են։ Եվ նայեք դեսնենք Մատթեոս 20:20-ի մեջ մամամը Զեբեդոսի գինը կամ որդիներու մաման եկավ եւ խնդրեց դերիսին սա որ իմ զավակներից մեկը աչ կողմը մեկը ցախ կողմը թողնան թակավորության ուրեմն գտեսնենք որ սխալ հույսեր ունեն Հիսուսից սխալ հույսեր ունեն այս աշակերտները ճշմարտությունը ձուր բռնած էին ձուր հասկացած էին ձուր պատկերացումներ ունեին ձուր Հիսուսի հետևել արդյոք ես եւ դու Աստվածաշնչյան Հիսուսին հետևորդներ ենք կամ չէ Արդյոք դու եւ ես որու կհետևենք Աստծո խոսքի մեջ եղած ճշմարտությամբ ներկայացված Հիսուսին կամ չէ Սխալ հույսերը դարաչանան սխալ հավատք է Հավատքը լսելը Աստծո խոսքը իսկ եթե սխալ լսեմ Աստծո խոսքը կամ սխալ մեկնաբանվի ինձի իմ մեջ ինչ կլա սխալ հավատք սխալ հույսեր սխալ սպասելիքներ ինչպես այս աշակերտները Մարդիկ ան Հիսուսին հետևում են որովհետև Հիսուսը բժիշկներու բժիշկն է Եվ սպասեն դեր Հիսուս որից բժշկի։ Մարդիկ կան հրաշքներու հետևեք երթան։ Հիսուսը հրաշագործ է։
Մարդիկ կան հիսի գետին որտեղ հարստություն կուտա, հաջողություն կուտա, որտեղ եթե դղա է գերտան հավատացյալ լավ քեղեցիկ աղջիկ ունենան եկեցի մեջ եւ պատճառները շատ են արդյոք ես եւ տուն հիսին ինչու հետևի մարդիկ կան հիմա քարոզեն փառքաբաճման ավետարանը տուն հետևիր Աստծուն օ ինչեր գիտելան քեզ ինչեր տուն ինչու հիսին հետևիս արդյոք տուն ճիշտ հավատքով հիսին հետևիս կամ չէ արդյոք Աստծո խոսքը ճիշտ հասկացել ես Էբիցես եղբայր Աստծո խոսքը խոստումներ ունի չեմ էջիքսե ծեր ամեն հոգսը անորվրած կեցեք ես ես ամա վիդեո կամ խնդրեցեք եւ դրվից ես իմ անոս ինչո խնդրեք ես անդ խոստումներով դաբրենք նայած խոսք ինչպես կբռնես նայած քո շարժարիդ ինչ է շատ մարդիկ Հիսուսին ձուր բռնած են նպատակներով Քրիստոսի հետևին Ո Աստծո հոգին այսօր մեր մտքերը եւ մեր հոգիները մի չխ խորքերը թափանցեն Եվ մաքրե մեր սպասելիքները եւ մեր սխալ պատկերացումները։ Եվ Ղարաբաղի պատերազմի ժամանակ 2020 թվականին մի հատ սուտ մարգարեությունը դարածվեցավ հայերու մեջ, հայոց աշխարհի մեջ ասեմ։ Եթե իմ ժողովուրդս խոնարի, դեսեք ինչ չպիտնեմ։ Եթե որցի մարչևս խոնարի, այդ ժամանակ երբ որ սուտ մարգարեությունները հնչվեր բեմերեն եւ տարբեր տեղերեն, մեջս դրմության հոգի մուքար, որտեղ Աստծո խոսքը ձուր բռնած է։ Հռոմեացիս 1:18-ի մեջ կսե ճշմարտությունը ձուր բռներ են սխալ նպատակներով բռներ են դեսանք վերջին չեղավ դեսանք ուրեմն մարդիկ կան որ Աստծո խոսքը ճիշտ չեն մեկնաբաներ մեկնության հարց կա պետք է լավ հասկանան ամեն մարդ չէ որ խոսքը գրնա մեկնի սիրելիներ զգուշ պետք է լան շատ են սուտ մարգարեները սուտ մեկնիչները շատեր են Զարմացնողները շատ են։ Այդ զարմացնողները արդու գանող չեն արտնար։ Քրիստոսի ոտքերի մոտ չեն։ Իրենք ուրիշ նպատակներով գուզեն զարմացեն, իրենց անձերը գուզեն ցույց տալ։ Գործ Առաքելոց 20-27-ի մեջ գտեսեն գսե Բողոս գսե վասնզի ես ետ չգեցա Աստծո բոլոր գամքը ցեզի հայտնելու, սորվեցնելու։ Մարդիկ կան ձուր կմեկնեն իրենց նպատակներ ունին խոսքի դրա համար զգուշ պետք է լան մենք վերջին օրերու մեջ ենք եւ պետք է խոսքը լավ քննենք ով կխոսի ինչ կխոսի ինչ նպատակներով խոսի իր հոգին ինչպես է ուր գուզե մեզի հասնե շատ սուտ մարգարեներ կան հիմա եւ տելևիզորի վրա շատ կտեսնեք իրենց կամ YouTube-ներու մեջ որոնք շոգն են որոնք լայքեր որոնք այսպես կապրի ասե իրենց ցանկը որոնք քո մեջ եւ իմ մեջ սխալ հույսեր գցանեն ես վերջերս հավատացյալի հետ կխոսեի դարիներով հավատացյալ եմ դարիներով 97-8 թվականը դերոջը ծավակ եմ եկա դեսե հոգնած եմ գսե հուսահատված եմ եւ ես ինձ անհավատ կսկամ ես արդեն չեմ ուզեր ոչ մեկին հավատալ ես գիտեմ ինչու որտեղ ինքը ձուր եկեցի գերտա որտեղ ինքը ոչ աստվածաշնչյան հիմքի վրա եղած եկեցի մը գերտա որտեղ իրենց քարոզիչները իրենց գխապեն սուտ խոսքերով իրենց սրտերը կքրավեն եւ ինքը ուր է հիմա դժողքի խորքերն են իր սկացումները փշրված հոգին գդոր եղած ինչու որտեղ իր մեջ սուտ հույսեր ցանած են իր պատկերացած Հիսուսը ուրիշ է բայց երբ որ գուքա յանքին կհանդիպի այդ ժամանակ արդեն դարը ճշմարտական կհանդիպի Ֆիլիպեցիս 3:18-19 ասոնց մասին գխոսի եւ շատ քեղեցիկ կներկայացե Բողոս Առաքյալը գսե այս մարդիկ գսե Քրիստոսի խաչին տշնամիներն են տեսեք ինչ գսե բասը զիքսե շատերը գքալեն որոնց համար շատ անգամ ցեզի գսե հիմա էլ լալով գխոսիմ այսինքն Քրիստոսի խաչին տշնամիներու համար որոնց վերջը գորուստ է որոնց Աստվածը իրենց ինչն է գիտեք իրենց որովայնն է ու անոնց փառքը իրենց ամոթն է որոնք միայն երկրավոր բաներու մասին գմտածեն եւ գխոսին սուտ հույսեր բայց մենք գհուսայինք որ ինքը մենք կհուսայինք, բայց իրենք հուսախապ եղան։ Այս երկու աշակերտները սխալ հույսեր ունեն եւ 17-րդ համարը ինչ կսե, դեր Հիսուս կսե, ինչպես իրար խոսիկ եւ կսե, գտեսնեն որ դուք դրդմած եք։ Երբ որ մեկը սխալ հավատք ունենա,
սխալ ապրելացև կունա, սխալ Հիսուս կունա իր կյանքի մեջ, սխալ երևակայություն կունա Քրիստոսի մասին, դժմություն կա առաջնա մեջ։ Սուրբ ոգին իրեն ուրախություն չի դար, խաղաղություն չի դար։ Չես կրնար թուն սուտ կամ գեղձ Քրիստոսին հետևից եւ խաղաղություն ունաս, այդպեսի բան չի կարող լինի։ Ճշմարիտ խաղաղությունը ու կա ճշմարտութենեն այդեն գփոխի։ Իսկ գեղձ խոսքերեն գեղձ խոսքերեն խաղաղություն չի կար։ Այս սխալ հույսերը բաժար այն է, որ սխալ մեկնություններ գլսեն։ Ուրեմն ասու խոսքը որ գարտանք առաջին մեկնիչին գահանտիվինք ծնոտոց 3-1-ի մեջ։ Գիտեք չէ այդ մեկնիչին ով է։ Ուրեմն եկավ եւ ասու խոսքը սխալ ցևով մեկնեց եւ ասա իրավ Աստվածը սա որ այս բարդեզի ոչ մի ծառից չուդեք, ըֆ ոնց ոչ մի ծառից չուդեք։ Գմերնեք մեկ ոչ մի բան սոված կմնանք։ Եկավ եւ ինքը իրեն ներկայացուց որպես լավ մեկնաբան։ Եկավ առաջին Ադամին եւ առաջին Ադամը ընկավ սխալ մեկնության պատճառով սխալ հույսեր ունեցավ եւ ընկավ։ Եկավ երկրորդ Ադամին ուզեց փորձել, բայց այս անգամ խոսքով փորձեց, բայց չծրեց խոսքը։ Բայց խոսքը օգտագործեց ոչ ճիշտ ժամանակին, ոչ ճիշտ դեղում եւ ոչ ճիշտ անձին։ Եվ գիշենք չէ որ Տեր Հիսուսը 40 օր 40 գիշեր փորձվեցավ սատանային եւ վերջին 3 փորձություններում ասեն Աստծո խոսքի մեջ կգարտանք եւ Տեր Հիսուսը գսե եւ քրված է եւ տեսա որ չի կնա գլուխ չէ դեր հետը ասա լավ եկուր իրար հետ բանն ենք համացանություն ենք արևդուր ենք գիտեք թե սատանան լավ արևդրական է շատ լավ արևդրական է Եզեկիելի մեջ իր մասին կգրե Եզեկիել 28-ի մեջ կարտացեք 15-16-ի մեջ ասե բռնությամբ արևդուր գնե Եվ շատ բաներ կա, որ մարիտ լան է գխոսենք, թե ով է մարդկության տշնամին, իր հատկանիշները գսերդենք, շատ խորությամբ գսերդենք, ասված թողա տուրը բանա, որ մատ բանը գնե։ Ուրեմն եկավ Տեր Հիսուսը բազար գնե։ Եվ գսե շատ լավ, դեսա որ հետո գլուխ չեմել էր խոսքով գխոսենք դու կպատասխանես, կչորտես բան գնե, ասին գլուխ չելա հետը։ Սա լավ, եկուր քեզի մի հատ ասեմ, դու միայն գսե ընկիր իմ արջևս եւ քեզ ես ամեն բան գուտամ։ Շատ հավատացյալներ կան, որ այս առաջագը ուրախությամբ կընդունի։ Աստծո առջև գինան ճշմարտությունը կծախեն, որտեղ դրամ կա մեջը, փառք կա մեջը, թիրք, բադիվ, մեքենա, նյութական, շահագրգռվածություն Քրիստոսը կծախեն։ Տեր Հիսուսը ասա եդիս կնա սատանա, եդիս կնա։ Շատ մարդիկ կգարձեն, եթե Քրիստոսի հետևին իրենք պիտի հարստանան, շատ լավ պիտի լայրեց կյանքը, այդպես չէ, ճշմարտությունը որ գարտնանք այդպես չէ, ուրիշ բաներ կխոսի մեզի, շատ մարդիկ գարձեն, որ շատ դրամ պիտի ունեն, Տեր Հիսուսը Մատթեոս 8:20-ի մեջ գսե աղվեսները որչեր ունին, եւ գսե երկնքի թռչունները փույներ, բայց գսե որդի մարդու դեղ մչունի ու իր գլուխը տնե։ Ասեք տեսեք շատ հովիվներ, քարոզիչներ, տելևիզիի հոգեվոր շոյեր, տեսեք ինչպիսի կյանքով կապրի։ Ինչպիսի կյանքով կապրեն։ Գիտեք, որ ասոնք սուտ մարդիկ են Քրիստոսի խաչին տշնամիներ են։ Բոլորը կմեկնեն խոսքը, մենք զգուշ պետք է լանք, թե ինչպես պետք է լսենք։ Երկրորդ Պետրոս 2:3-ի մեջ գսե, այս մարդիկ գսե ակահությունով, խորամանկությունով, հնարված խոսքերով ցեզի պիտի շահագործեն։ Այս մարդիկ հովասանքի ջոխ բարեր օգտագործեն, որպեսզի մեզ իրենց ցանցի մեջ տնեն։ Այս մարդիկ դուներ կմտնեն։ Գիներ, որ մեղքեն հազիվ դուրս է գերեն, այդպեսի գիներոց կփռնեն, գքերի կփռնեն եւ իրենց մեղքի ծառա կդարսեն։ Դիմոթեոսի մեջ կրնակ կարտակ շատ անոնց մասին։ Կգարտանք Աստծո խոսքի մեջ նաեւ որ երկրորդ առաջին Պետրոս 2:2-ի մեջ գսե նորածին մանուկներու պես բնական եւ անխարտախ գաթին փապակեցեք, որպեսզի անով մեծնակ միջև փրկություն։ Այս մարդիկ ճուրը գխարտախեն։ Գիտեմ մամաներ կան, որ երբ որ բզդիկին գատ պիտան տեսնում են, որ գատը քիչ է ճուրը ավելացնում են։ Աստծո խոսքը անխարտախ գատի մեջ ճուր պետք է ավելացվի։ Ուրիշ բաներ պետք է ավելացվի։ Եթե Աստծո խոսքը մաքուր անխարտախ գատի պես տանք, Աստծո խոսքը դեսե անով պիտի մեծնանք մինչև Տեր Հիսուսի քալստյան օրը, մինչև փրկություն, մինչև մեր մարմնի փրկությունը։ Դուն Հիսուսին ինչպես կտեսնես։ Դու իրեն ինչպես կհավատաս։
Արդյոք քո հավատալիքը Աստվածաշնչի հիմքի վրա հիմնված է կամ չէ։ Արդյոք դու սպասելիքներ ճիշտ է կամ չէ։ Գիտեք, երբ որ մենք սխալ Հիսուսի կհետևենք, Տեր Հիսուս աշակերտներով գիտեք ինչ է սա 25-րդ համարի մեջ սա, երբ որ խոսեցան 25-ի մեջ է սա անոնց ով անմիտներ ու թուլասիրներ։ Երբ որ մենք Աստծո խոսքը սխալ գսորվենք կամ սխալ մեկնություն կլսենք կամ սխալ հավատ կունենանք, այդ մեզի կդանի անմտության եւ մեզի ուժ չի դար, որ ապրենք Քրիստոսի հետ։ Թուլասիրտ կլինենք։ Հավատքի կյանքը մեզ համար քաշքշելու կյանք է։ Երբ դերս երբ պիտի քաս։ Արդեն կսպասենք ոչ թե որտեղ ինքը անհամբեր Քրիստոսի երկրորդ քալստյան կսպասի, որտեղ ուրախություն ունի, չէ, որտեղ հոգնած է, զզված է հոգևոր կյանքից։ Երբ միտքաս որ մեզ երկին տանից բրցենք։ Այդպես չէ Քրիստոսի կյանք, քրիստոնեական կյանքը։ Ինչու այս վիճակի մեջ ես, որտեղ սուտ հույսեր ունես քո մեջ, որտեղ լսած ավետարանը գեղձ ավետարան է, խարտախված ավետարան է։ Սկուշ պետք է ելնանք մեր լսելիքներու վրա։ Հետաքրքիր է, որ գարտանք Տեր Հիսուսը լսեց, սա շատ լավ գյուղոբաց, շատ լավ մուսաշագերտ, խելոք նստեք հիմա, սկսավ գսել իրենց մեկնել Մովսեսի միջև այդ օրերը։ Այս անգամ աշակերտները ուրիշ մեկնություն լսեցին, մեկնություն ըստ Հիսուս Քրիստոսի։ Եվ ինչ եղավ իրենց մեջ, գիտեք, 33-րդ համարը գսե, իրարու գսեին, չէ որ սրտերից մեր ներսեցին գփորփոքեր, երբ մենք ինքը մեզի գխոսեր, ջամփան ու քիրքերը գմեկներ։ Երբ որ ճշմարտությամբ մեկնություն կլսենք, մեր հոգին պետք է փորփոքվի։ Այդտեղից կիմանանք, որ այս մեկնությունը աստվածաշնչյան է։ Չի գնալ Աստծո խոսքը մեր մեջ փորփոքում չառաջացեն։ Չի գնալ Աստծո խոսքը մեր հոգիներուն չտպնա։ Եթե չտպնա, ուրեմն դա Աստծո խոսքը չէ, դա մարդու խոսք է, դա շինձու խոսք է։ Դա քարոզ չէ, դա բատկամը չէ երկնքին եկած։ Դա ուղղակի լիսոփայություն է, դա հոգեբանական թեստ է։ Չգիտեմ ինչ կուզեք դրեք անունը։ Աստծո խոսքը անպայման մեր հոգիները պետք է փոփոխեցնի։ Մենք այդպիսի օրերի մեջ կապրենք, սիրելիներ, եղբայրներ, քույրեր, պետք է զգուշ լինենք, ինչ ենք լսում։ Մենք քնենք։ Քնենք արդյոք մեր լսած ճշմարտությունն է, ճշմարտությունը մեզի կդանե։ Մեզի ճշմարտության մեջ ամուր գցկե կամ մեզի հերու կդանի ճշմարտությունը։ Եբրայեցիս 2:1-ով գուզեմ վերջացնել, 2:1 գսե, անոր համար գսե, պետք է ավելի ուշադրություն ունենք մեր լսած բաներուն, որ չլա թե բաքսինք, Թող Տերը մեր հավատքը ավելացնե, թող Տերը մեզի օգնե, որպեսզի մենք ճշմարտությունը գտնենք, ճշմարտությունը սիրենք, ճշմարտությունը ամուր բռնենք եւ ճիշտ հույսեր ունենանք մեր մեջ։ Կեղծ հույսերում մեկ կողմ տնենք։ Այսօր քննության օրն է։ Այսօր այն օրն է, որ ես եւ դու մեկ անգամ եւս մեր անձերը հայրին արժեվ բերենք եւ մենք մեզ քննենք։ Արդյոք իմ մեջ եղած հույսերը, սպասելիքները ճշմարտությունն են կամ գեղձ են, կամ շինձու են, կամ իմ պատկերացած աստվածերու արդյունքով է։ Գիտեք, շատ հավատացյալներ գուրքեր կբաշտեն, սուտ Քրիստոսներ թրածին իրենց համար եւ ադոնց կբաշտեն։ Եվ այդ բաշտամունքի արդյունքը ինչ կլա, հուսահատություն, դրդմություն, հիասթափություն։ Եվ այս երկու աշակերտները պատկերացրեք Հիսուսին որպես Աստծո որդի չէին ընդունել, մարգարե գսեին, մարգարե։ Ուրեմն սկուշ պետք է լանք սիրելիներ, թե ինչ կլսենք։ Քննենք, Աստծո խոսքը քննենք, խոսողները քննենք, մեր լսածները քննենք, որպեսզի չբացենք։ Տեր Հիսուս շուտով պիտի գա։ Շուտով պիտի գա, Տերը թող մեր հավատքը այսօր նորոգե եւ մեր հավատքը հիմնվի Աստծո խոսքի ճշմարտության վրա։ Եվ միայն այդ տեսակի հավատն է, որ չի սասաներ։ Այդ տեսակի հավատն է, որ գրնա հաղթություն ունենա մեղքի վրա, աշխարհի վրա, ցանկությունների վրա, եւ այս հավատն է, որ մեզի գրնա բահել, մինչեւ որ ինքը կա։ Իսկ ինքը երբ պիտի գա, շատ շուտով։ Թող Տերը մեզ օրհնե, թող Տերը մեզ զորացնե եւ մեզ իր հույսերով լեցնե, ճշմարտությունն պխած հույսերով։ Ամեն։